Եղել է, որ ինչ-որ մեկից վախենանք։ Խոսքս վերաբերում է այն ժամանակների մասին, որ դեռ Տիրոջը չէինք ճանաչում։ Եթե ոչ, բայց գոնե գիտենք, ինչ զգացողություններ կարող է ունենալ մարդը, երբ որ ինչ-որ մեկից վախենում է։ Ատելություն, չարություն, զզվանք, վրեժ, թշնամություն, խուսափել տվյալ անձից, անգամ երեսը չուզենալ տեսնել։ Իսկ ինչ է նշանակում Աստծուց վախենալ։ Հավանաբար լսել եք այլ ավետարանական համայնքներից, որ ասում են ես Աստծուց չեմ վախենում, այլ սիրում եմ Աստծուն, հարգում եմ Աստծուն, եւ կա նաեւ նման խոսք, ասում են նա իմ պապան է, կոնկրետ բառերը, հա, նա իմ պապան է, ինչից պետք է վախենամ։ Անգամ գոյություն ունեն կառույցներ, ովքեր ուզում են Աստվածաշնչում սխալներ գտնել եւ ասում են, տեսեք, միտեղ գրված է Աստված սեր է, բայց միտեղ գրված է պետք է վախենալ Աստծուց։ Իրենց կարճ մտածելակերպով թե մեկը, թե մյուսը Սուրբ Գիրքը հասկանալու լուրջ խնդիրներ ունեն։ Կխնդրեմ բացեք առակած գիրքը, առաջի գլուխ, պետք է ուսումնասիրենք 7-րդ համարը։ Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, սակայն անմիտներն արհամարում են իմաստությունն ու խրատը։ Այս համարի միտքն ու նպատակը ըմբռնելու համար կարճ պատասխանն է ճիշտ հարաբերություններ Տիրոջ հետ։ Եվ ընդհանրապես առակած գիրքը մեզ սովորեցնում է Տիրոջ հետ ճիշտ հարաբերությունների մասին։ Առակած գիրքը մեզ նաև ցույց է տալիս, թե ինչպես կատարել Աստծո կամքը եւ դրսեւորել նրա բնավորությունը կյանքի տարբեր հանգամանքներում, որպեսզի մեր որոշումները միշտ հաճելի լինեն նրան։ Աստծո հետ իսկական հարաբերությունները սկսվում են Տիրոջ երկյուղից։ Տիրոջ երկյուղը Աստծո նկատմամբ վախը չէ, որ սարսափելի մի բան է, այլ նրա նկատմամբ երկյուղացություն, որպես մեծ եւ անսահման գեղեցիկ մի դրսեւորում։ Դա ոչ թե զզվանք է, որը կվանի մարդուն նրանից, այլ երկրպագություն, որը ընդհակառակը մարդուն ձգտում է դեպի նա։ Դա թշնամանք չէ, որ ասում են, եթե Աստված կա, բա ինչու այս բանը այսպես է կատարվում, այլ երկյուղ է, որը վստահում է նրա գերիշխան կամքին։ Դա անորոշ վախ չէ, որի ճակատագիր անհայտ է, այլ փրկված մարդու ճիշտ ապրելակերպ։ Դա վախ չէ, որը հեռու է պահում մեզանից, այլ ընդհակառակը վախ է, որ հեռու է պահում մեզ աշխարհից եւ մոտիկացնում է դեպի Տերը։ Տիրոջ նկատմամբ վախը պարզապես մակերեսային զգացողություն չէ, ինչպես մի պահ վախենալ, երբ մեզ հարմար է, պետք է եւ հետո մոռանալ, այլ խորը մտքի վիճակ է, որը ազդում է մարդու ամբողջ կյանքի եւ վարքի վրա։ Կխնդրեմ ուշադիր, այս երկյուղացությամբ լի վախը բոլոր գիտելիքների եւ իմաստության հիմքն է, աղբյուրն է։ Տիրոջ նկատմամբ վախը ըստ առակած գրքի ընդգրկում է համոզմունքների, վերաբերմունքի, գործողությունների մի ամբողջ պահեստ, որը խոսքից մեջ բերել եմ 7-ը։ Առաջին, Աստծուն ճանաչելու ցանկություն է, առակած 2-րդ գլուխ 5 համար։ Այն ժամանակ կհասկանաս Տիրոջ երկյուղը եւ կգտնես Աստծո գիտությունը։ Երկրորդ, վստահել Աստծո ծրագրին եւ հույսը դնել Տիրոջ վրա եւ մերժել ինքնավստահություն ու ինքնահավանությունը։ 14-րդ գլուխ 26 համար։ Տիրոջ երկյուղի մեջ զորություն կա, ու նրա որդիներն ապաստարան են ունենալու։ 3-րդ գլուխ 7 համար։ Դու քո աչքում իմաստուն մի լինիր, վախեցիր Տիրոջից ու հետ քաշվիր չարությունից։ 3-րդ, չարի ատելություն կա եւ դրանց բոլոր միջոցներով խուսափելու ցանկություն կա։ 8-րդ գլուխ 13 համար։ Տիրոջ երկյուղը չարն ատելն է։ 16-րդ գլուխ 6 համար։ Տիրոջ վախով մարդիկ հեռանում են չարությունից։ 4-րդ, սրտի խոնար տրամադրվածություն է։ 15-րդ գլուխ 33 համար։ Տիրոջ երկյուղը իմաստության խրատն է,
ու փառքի առջևից խոնարհությունն է գնում։ 5. Տիրոջ նվիրվածությունն ու նրան հնազանդվելու պատրաստակամություն կա, ինչպես որ ժողովուրդը հավատարիմ մնաց թագավորին եւ պատրաստ էր կատարել նրա հրամանները։ 24-րդ գլուխ 21-ից 22 համարները։ Վախեցիր Տիրոջից, որդից եւ նաեւ թագավորից։ Մի շփվիր դավաճանների հետ, որտեղ նրանց կործանումը հանկարծակի կգա, եւ ով գիտի, թե ինչ պատիժ կգա նրանց վրա։ 6. Տիրոջ երկյուղը տալիս է իմաստություն եւ խելք չարից հեռանալուց։ Հոբ 28-րդ գլուխ 28 համար։ Ահա Տիրոջ երկյուղն է իմաստությունը եւ չարից հեռանալը խելք է։ Եվ վերջապես 7. Տիրոջ երկյուղը տալիս է եկեղեցիներին խաղաղություն, կառուցում, հոգևոր մխիթարություն եւ հոգևոր աճ։ Գործք առաքելոց 9-րդ գլուխ 31 համար։ Այն ժամանակ եկեղեցիները Հրեաստանում, Գալիլեայում եւ Սամարիայում խաղաղության մեջ էին, կառուցում էին Տիրոջ երկյուղով եւ Սուրբ Հոգու մխիթարությամբ քայլելով աճում էին։ Տիրոջ վախի գաղափարը մեզ թույլ չի տալիս դառնալ պատճառահետևանքային կապի չոր մեխանիկական համակարգ։ Այն մեզ զգուշացնում է կյանքի բարդ իրավիճակների մեջ պարզ եւ հասարակ պատասխաններ չտալ։ Տիրոջ վախը մեզ հիշեցնում է, որ Աստծո գործողությունները չեն կարող դասակարգվել եւ փաթեթավորվել մարդկային կարծրատիպերի շրջանակի մեջ։ Տիրոջ վախը պահանջում է մեզ կյանքի հանգամանքներին մոտենալ զգուշությամբ եւ վախով։ Մի կարևոր սահմանում։ Տիրոջ հետ ճիշտ հարաբերությունները մարդուն տանում են նրա բարոյական պահանջները պահպանելու ձգտմանը, ինչպես դրանք նշված են Սուրբ գրքում։ Աստծո մասին գիտելիքները մարդու մեջ ստեղծում են բնավորության այն ճիշտ գծերը, որոնց մասին այդքան շատ է խոսվում առակած գրքում։ Խոհեմություն, հավատարմություն, բարին ու չարը տարբերելու ունակություն, արդարություն, ազնվություն, բարություն, մաքրություն, հարգալից խոսք, աշխատասիրություն, զոհողություն, զգուշություն, պլանավորելու ունակություն եւ այլն։ Սա իր հերթին հանգեցնում է Աստծո օրհնություններին եւ օգնությանը կյանքի տարբեր ոլորտներում։ Կարևոր է նշել, որ առակները գրվել են Աստծո եւ նրա ժողովրդի միջև կնքված ուխտի հարաբերության համատեքստում։ Այդ ժամանակ Աստծո եւ Իսրայելի հարաբերությունները կարգավորող հիմնական ուխտը մովսեսական ուխտն էր, որը հռչակում էր օրհնություններ հնազանդության դիմաց եւ անեծքներ անհնազանդության դիմաց, որը խոսում է 2-րդ Օրինաց 28-ից 30 գլուխներում։ Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է։ Այլ կերպ ասած, իմաստուն է նա, ով Տիրոջ երկյուղ ունի, իսկ երկյուղ չունեցող մարդը նա իմաստուն չէ։ Առակաց առաջի գլուխ 7-րդ համարը նաև մեզ սովորեցնում է, որ միայն Աստծո գիտության մեջ աճելը կարող է մեզ տալ երկյուղ Տիրոջից, իսկ ով Աստծո գիտության մեջ չի աճում, նա երկյուղ չունի։ Նա ապրում է իր սեփական կանոններով, իր իմաստությունով, ցանկություններով եւ հաճույքներով։ Իսկ այսպիսի մարդիկ այո Տիրոջ երկյուղը չունեն։ Առակաց 1:29-ը, որտեղ ատեցին գիտությունը եւ Տիրոջ երկյուղը չընտրեցին։ Իսկ այսպիսի ամբարիշները, ովքեր մերժում են Աստծո գիտությունը եւ չունեն Տիրոջ երկյուղը, վերջին կանգառը դժոխքն է։ Առակաց 2:22 Իսկ ամբարիշները կորչելու են երկրի երեսից եւ օրինազանցներն արմատախիլ են արվելու։ Առակաց գիրքը բազմիցս խոսում է արդարության եւ մեղքի, հնազանդության եւ անհնազանդության հետևանքների մասին։ Հատուցման աստվածաբանությունը մեզ սովորեցնում է, որ ընտրությունների հետևանքները կարող են անմիջապես չերևալ, բայց դրանք կերևան ժամանակին։ Այն մարդիկ, ովքեր Տիրոջ երկյուղն ու գիտությունը չունեն, կարող են ժամանակավորապես բարգավաճել, հաջողություններ ունենալ, բայց հատուցումը անպայման կլինի։ Իսկ ո՞րն է իրական իմաստությունը։ Առակաց գիրքը մանրամասն բացատրում է, թե ինչից է բաղկացած իսկական իմաստությունը եւ որոնք են դրա բնութագրերը։
Իմաստություն, եբրայերեն Սոֆիա տերմինն է, եւ առակած գրքում կոչված այս իմաստություն ունի մի քանի կողմեր։ Նախ այն հիմնված է աշխարհայացքի վրա։ Իսկական իմաստությունը միշտ ամբողջական է, այն ընդգծում է մեր ամբողջ աշխարհայացքը եւ ձևավորում այն Աստծո աշխարհայացքին համապատասխան հայտնությամբ։ Առաջին, այն զտում է իրականությունը առաջարկելով իր սեփական գնահատանքը, թե ինչն է համարվում իմաստուն եւ ինչը հիմար։ Այն կյանքի վերաբերյալ մի տեսանկյուն է տալիս, որը համահունչ է Աստծո տեսանկյունին նույն այդ բաների վերաբերյալ։ Իմաստուն լինել նշանակում է աշխարհը տեսնել Աստծո աչքերով։ Առակաց 14-րդ գլուխ 8 համար խոհեմ մարդու իմաստությունն իր ճամփան հասկանալն է, բայց հիմարների անմտությունը խաբեություն է։ Երկրորդ, իմաստության հարաբերական կողմը, այսինքն կապված հարաբերությունների հետ, Աստվածաշնչյան իմաստությունը պարզապես տեղեկատվության տիրապետումը չէ, այլ Տիրոջ անձի մասին գիտելիքներ։ Իսկական իմաստությունը սկսում է Աստծուն բոլոր իմաստությունների աղբյուրին ճանաչելուց։ Առակաց 8-րդ գլխում անձնավորված իմաստությունը ասում է, որտև Տերն ինձ ստեղծեց իր ճանապարհների սկիզբը, իր գործերի առաջ վաղուց ի վեր հավիտենական ժամանակներից ես հյուսված էի։ Հետևաբար իսկական իմաստություն ձեռք բերելու համար առաջին քայլը Աստծո նկատմամբ ճիշտ վերաբերմունքն է։ Տիրոջ վախը իմաստության սկիզբն է եւ Սուրբին ճանաչելը հասկացողությունը։ 9-րդ գլուխ 10 համար։ Աշխարհի ամենախելացիկ մարդիկ կարող են իրենց ստեղծած տեխնիկայով թռչել մինչև լուսին, բայց նրանք իմաստուն չեն Աստվածաշնչյան տեսանկյունից։ Մարդը կարող է նույնիսկ իմանալ Աստծո մասին եւ ուսումնասիրել աստվածաբանություն, բայց եթե նա չի ճանաչում նրան անձնական մակարդակով, ապա իմաստություն չունի։ Առակացի իմաստությունը հիմնված է Աստծո մասին անձնական գիտելիքների վրա։ Երրորդ, կա նաեւ մտավորական կողմը։ Իմաստությունը անբաժան է գիտելիքից։ Ուստի զարմանալի չէ, որ առակած գրքում իմաստություն հասկացողությունը ուղեկցում է մտավոր ոլորտին վերաբերվող այնպիսի տերմիններին, ինչպիսիք են գիտելիք, հասկացողություն, խորաթափանցություն, պլանավորում, ուսուցում, առաջնորդություն եւ առողջ բանականություն։ Նախքան որևէ բան անելը, դուք պետք է հասկանաք, թե ինչ եք անում։ Հետևաբար իրական իմաստությունը անհնար է առանց մտորումների, իրերի էությունը հասկանալու, սովորելու, խորհուրդները ընդունելու, պլանավորում եւ այլն։ Չորրորդ գործնական կողմը։ Աստվածաշնչյան իմաստությունը միշտ դրսևորում է գործնականում։ Այն պարզապես փիլիսոփայական դատողությունների կամ աստվածաբանական վեճերի մեջ ներգրավելու ունակություն չէ։ Իմաստությունը կապված է Տիրոջ սովորացրածի պես գործելու ցանկության եւ ունակության հետ։ Իմաստությունը հաճախ բացատրվում է որպես կյանքում մարմնավորված գիտելիք։ Առակաց գրքի իմաստությունը գործնական արդարության իմաստությունն է։ 5-րդ, իմաստության մեկ այլ կարևոր կողմը բարոյականությունն է։ Իսկական իմաստությունը գործում է արդարության, արդարադատության եւ հավասարության ոլորտում, ինչը նրան տալիս է բարոյական չափանիշներ։ Ամեն ոք, ով հասկանում է իմաստությունն ու խրատը եւ հասկանում է հասկացողության խոսքերը, ստանում է արդարություն, իրավունք եւ ուղղության խրատն ընդունելու կարողություն։ Առակաց առաջի գլուխ 2-3 համարներ։ Եվ վերջապես կարող ենք նաև ընդգծել իմաստության 6-րդ կողմը, հոգևոր կողմը։ Քանի որ ճշմարիտ իմաստությունը ներառում է ամենասուրբի մասին գիտելիքները, ինչպես ասում է 9-րդ գլուխ 10 համարը, այն մարդուն տանում է դեպի ճիշտ հավատի գործելակերպի։ Չարագործների զոհը գարշելի է, ասում է Տիրոջ համար, իսկ շիտակների աղոթքը հաճելի է նրան։ 15-րդ գլուխ 8 համար։
Այսպիսով առակած գրքի գովաբանական իմաստությունը տարբերվում է այլ գրքերի որոշ իմաստությունից։ Մեկ դեպքում տիրոջ իմաստությունն է, մյուս դեպքում մարդկային։ Իսկ ամենավատը, որ կարող է լինել, դա իմաստությունն է, որը դիվային իմաստություն, որ արդեն հայ եղբայրը քարոզը տվել է Հակոբոս 3 գլուխ 13-ից 18 համարներում։ Աստվածաշնչյան իմաստությունը ոչ մի կապ չունի խորամանկության եւ խաբեության հետ։ Իրավիճակը եւ մարդկանց հմտորեն մանիպուլացնելու, ենթարկելու ունակությունը սեփական նպատակներին հասնելու համար օծի իմաստություն է, որը հմուտ երկխոսության միջոցով խաբեց Եվային։ Վերևից եկած միակ իմաստությունը դա Աստծո ամբողջական անխարդախ կապն է, որով պետք է լցվի յուրաքանչյուր քրիստոնյա։ Մեկ-երկու գործնական քայլեր էլ նայենք եւ ավարտենք։ Հիշեք մի կարևոր բան։ Մարդ ինչով որ լցվի իր առօրյայում, վերջի հաշվով նրանից էլ վախենալու է։ Այն մարդ, ով լցվում է աշխարհի գիտությունով, սոցցանցերի տեղեկությունով, ում չափից շատ հետաքրքրված է այս աշխարհի տեղեկատվություններով, նրանցից էլ վախենալու է։ Վախենալու է անգամ ինձանից եւ քեզանից։ Բայց ինչ է ասում Ղուկաս 12-րդ գլուխ 4-ից 5 համարը։ Մի վախեցեք, ասում է այն մարդուց, անգամ ով սպանում է մարմինը, այլ վախեցեք Տիրոջից, որ մարմինը թե հոգին դժոխք նետելու իրավունք ունի։ Լցվեք Աստծո իմաստությունով, գիշեր լինի թե ցերեկ, խորհեք նրա խոսքերի շուրջ։ Լցվեք ու լցվեք նրա հավիտենական խոսքերով, ինչպես Պետրոսն ասաց, որը ձեզ հեռու կպայի աշխարհի վախից եւ կտա ձեզ իմաստություն Բարձրյալի երկյուղի մասին։ Իսկ ով չի լցվում Աստծո իմաստությունով, պատվիրանով, նա Տիրոջից երկյուղ չունի։ Եվ Տիրոջից երկյուղ չունեցող մարդը թեկուզ եւ մերժի, բայց նա մեղքից հաճույք է ստանում։ Եվ հիշեք մի կարևոր բան, երբ խոսում ենք Տիրոջ երկյուղից, չենք կարող չհիշել նրա երկու մեծ բնավորության մասին՝ կատարյալ արդարություն եւ կատարյալ սրբություն։ Եթե նա կատարյալ արդար եւ սուրբ չլիներ, նրանից վախենալու կարիք էլ չէր լինի։ Բայց քանի որ նա այդպիսին է, այդ գաղափարը խորը հասկացողություն է թողնում հավատացյալի սրտում։ Վախենալ Տիրոջից եւ փախչել մեղքից։ Եկեք կանգնենք աղոթքի եւ հիշենք, որ Տիրոջ երկյուղը նաեւ աղոթքի կյանք է։ Տեր Աստված, փառք ենք տալիս քեզ, Հայր։ Շնորհակալ ենք քեզանից այս առիթների համար։ Շնորհակալ ենք, որ քո խոսքով կրթում եւ մեզ հոգեոր աճ ես տալիս։ Լցնում մեր սրտերը քո երկյուղով, Տեր, որտեղ քո երկյուղի մեջ սեր կա, ուրախություն կա, սրբություն կա քո երկյուղի մեջ, Տեր, չարնատել կա, մեղքից փախչել կա եւ օր-օրի մեր Հիսուս Քրիստոսին նմանվելու կարողություն կա։ Խնդրում ենք Տեր Աստված, օրհնիր այս եկեղեցին, օրհնիր ամեն մի անձին եւ լցնում ես քո խոսքի գիտությունով, որը մեզ առաջնորդելու է դեպի քո երկյուղը։ Փառք ենք տալիս քեզ, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Եվ խնդրում ենք այս ամենը մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, թող հավիտյան փառավորվի մեր Հայրը, որ երկնքում է, Որդին եւ Սուրբ Հոգին, ամեն։ Ամեն։ Ներողություն հարցը, ինչ ոտքի վրա ենք։